Պարոն Սիմոնյան, Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական բեռնափոխադրումների համար այլևս սահմանափակումներ, խոչընդոտներ չեն լինի։ Արդյոք սա խաղաղության ճանապարհին գործնականորեն ուղղված քայլ էր եւ գուցե սա նպաստի, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրն ի վերջո ստորագրվի։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ այո, հաստատված խաղաղության ապացույցներից մեկն է եւ պետք է ասեմ, որ վստահ եմ, որ գալիք ապագայում նման քայլերի երկկողմ քայլերի պակաս չի զգացվելու, ողջունում եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը եւ պետք է ասեմ, որ մենք սպասում ենք նաեւ շատ կարևոր հարցեր ունենք, այդ հարցերի հետ կապված շուտապույտ լուծմանը։ Պարոն Սիմոնյան, այս համատեքստում նաև հանդիպել եք Մեջլիսի նախագահի հետ, խորհրդարանի իրենց, ինչ հարցերի շրջանակ է քննարկվել ոչ հրապարակային, որ ներկայացրել եք հաղորդագրությունը, եւ արդյոք այդ հարցերի մեջ մտել է գերիների հետ կապված հարցը, ինչ պարզաբանում կամ ինչ տեղեկություն կա այս առումով։ Գերիների պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը կա միշտ, այդ խոսակցությունը կար ոչ միայն այդ հանդիպման ժամանակ, այդ խոսակցությունը կար նաև հրապարակային մասում, երբ որ եթե իմ ելույթը նայեք, դրա մասին խոսվում է, եւ պետք է ասեմ, որ հանդիպումը շատ դրական եմ գնահատում, շատ շնորհակալ եմ այդ հանդիպման համար կազմակերպչին, եւ պետք է ասեմ, որ մենք երկստեք այդ ընկալումը կա, որ պետք է պարլամենտները, խորհրդարանները իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, հանրություններին մերձեցնելու եւ խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը եւ ես պետք է ասեմ, որ իմ գործընկերոջ մոտ այդ ընկալումը նույնպես կար, շատ դրական ջերմ հանդիպում է տեղի ունեցել, պայմանավորվել ենք կոնկրետ քայլերի մեխանիզմ երկու կողմից քննարկենք եւ առաջարկենք։ Չէ, հիմա որ ասեմ, ճիշտ չի լինի, որտեղ հիմա իրանք տրամաբանությունն են հասկանում, մենք մեր տրամաբանությունն ենք քննարկում, պայմանավորվել ենք, բայց խոսքը չի գնում ենթադրենք հեռավոր ապագայի մասին, մենք երկուսս էլ այն մտքին ենք, որ պետք է հնարավորինս արագ այդ ամեն ինչը արվի եւ հնարավորինս մեծ ծավալով եւ կրկնում եմ, այդ ամբողջ հանդիպման ամենակարևոր բաներից մեկը այն էր, որ ես կոնկրետ տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ ադրբեջանական կողմի մեջ է։ Ինչ որ մի պահ խոսակցություն եղավ, օրինակ ռազմական ագրեսիայի մասին, հա, որ սենց ասում են, որ կարող է սենց բան, ասեց հնարավոր չէ, ասեց ոնց մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցել մեր վրա։ Դուք ասեցիք ինչու է Միջանցք բառը ասում Ալիևը։ Ես դրա մասին խոսել եմ, հարցրել եմ, ասել եմ, այո, եւ ի պատասխան հնչել է, որ դա այդ Միջանցք բառը իրենք ասել են նույն նարատիվը, որը նախկինում, որ Միջանցք բառի մեջ ոչ մի վատ բան չկա, իրանք կուզենան, որ Ադրբեջանի միջով Միջանցք անցնի, տնտեսական, այո, իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրի, դա ասում է տարածքը տենց է կոչվել, դրա համար այդ տարածքի անունով ենք ասում, բայց ես վստահեցնում եմ ասած գործընկերս, որ կարող եք տեսնել իմ հայտարարությունները, բազմաթիվ տեղը մենք տրիպ ենք ասում, ասում եմ ուղղակի երևի ժամանակի իրա բացատրություն եմ ասում, ես չեմ ասում այն ինչ որ ես եմ այս ամենի մասին մտածում, այլ ասում եմ այն ինչ որ ի պատասխան իմ հարցին հնչեց, կարծում եմ դա ուղղակի խոսույթի տարբերության բանն է, խնդիր է։ Մեջլիսի նախագահ հնարավոր է գա Հայաստանում պայմանավորվածություն կա արդյոք։ Ես չեմ բացառում, որ ինչ որ միջազգային ֆորմատների շրջանակներում թող իրանց նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրանց մոտ, ես էլ կգնամ, իրանք էլ կգան, բայց կան հարցեր, որոնք որ պետք է այնուամենայնիվ քննարկենք ինչու է գալը։ Ոչ միայն անվտանգության հարցեր, նաև մեր պահվող անձանց հարցերը, օրինակ ես մի քիչ դժվար է մեր համար գնալ այնտեղ, որովհետև հասկանալի է, որ ոնց գնաս այնտեղ միևնույն ժամանակ գիտես, որ պահվող անձինք կան։ Ինչու եք ասում պահվող անձինք, պարոն Սիմոնյան, գերի չեք ասում։ Գերի էլ կարամ ասեմ, ուղղակի պահվող անձինք շատ ավելի լայն շրջանակ է իր մեջ պարունակում, հա, որտեղ մարդ կա, որ գերեվարված է, մարդ կա, որ պատանդ է վերցված, մեր գործընկերներն նույնիսկ մարդիկ կային քաղաքապետարան էին ասում, պահվող անձինք անգլերեն,
թարգմանությամբ ինքը շատ ավելի նաև լայն շրջանակավերջում կարող եմ ասել գերի, ոչ մի խնդիր չկա, գերիների մասով Հնարավոր է միջև ընտրությունները որոշակի թվով գերիներ վերադառնան։ ես նման ես չգիտեմ, Ռիփսիմեն երևի ավելի շատ ինֆորմացիա ունի, կհարցնեք հետո։ Ես էլ եմ լավատեսականորեն տրամադրված, բայց ինչպես վարչապետն է ասում, մենք դրա մասին չենք խոսում, ինչեւ այդ փաստը տեղի չի ունենում, բայց կրկնում եմ, այն մթնոլորտը, որի մեջ անցավ մեր հանդիպումը, ես կարող եմ ասել նույնիսկ շատ միջազգային այլ գործընկերների հետ, այլ նման մթնոլորտ չկար եւ շատ հետաքրքիր մի միտք հնչեցրեց։ Ինչ հարց։ Հա, պետք է ասեմ, որ շատ տարբեր գործընկերների հետ այլ հարցեր քննարկելը հաճախ շատ ավելի դժվար էր, քան այս հանդիպման ժամանակ իմ եւ գործընկերոջ հանդիպման ժամանակ։ Նորից եմ ասում, ժողովուրդ պետք է, ես գիտեմ, որ դժվար է, ես գիտեմ, որ իմ համար էլ է շատ դժվար եւ մեր հանրության համար էլ է շատ դժվար։ Ես գիտեմ, որ մարդկանց մոտ կարող է նաեւ նյարդ առաջացնել ինչ որ բաներ, բայց այնուամենայնիվ դա այն ճանապարհն է, այն ճիշտ ճանապարհն է, որը որ մենք ընտրել ենք։ Իրանց էլ է դժվար, որովհետեւ իրանց համար մենք ենք երկար տարիներ եղել թշնամի, դուշման, մեր համար իրանք են երկար տարիներ տասնամյակներ եղել թշնամի եւ մենք պետքա մեր հասարակություններին պատրաստենք եւ կրկնում եմ ուրախալին այն է որ այն տրամադրվածությունը որը ես ունենք մեր գործընկերները ունի մեր թիմը խաղաղության ընկալման վերաբերյալ ես լիակատար տեսա նաև Ադրբեջանի ազգային ժողովի նախագահի մոտ։ Միրզոյանն ասում է, որ նրանք շարունակում են նախապայմաններ առաջ քաշել եւ ոչ թե նախապայման, այլ նախապայմաններ իհարկե չի ներկայացնում ինչ նախապայմաններ, սահմանադրության մասին է Միրզոյանը խոսում, ասում է նաև սահմանադրությունը փոխելու հետ կապված են նախապայմաններ առաջարկվում։ Հիմա դուք երբ որ հանդիպել եք այս մասով խոսել եք, այսինքն ինչպես մի կողմից խոսում է խաղաղության մասին, մի կողմից Զանգեզուրի միջանցք, սահմանադրություն փոխել եւ նախապայմաններ առաջ քաշել, որ չստորագրեն։ Տեսեք, նախ իմ եւ գործընկերոջ մեջ այդ խոսակցությունը մի քիչ տեղին չի, որտեղ պարոն Միրզոյանը եւ իրենց արտաքին գործերի նախարարությունը զբաղվում են այդ հարցով եւ եթե ես ինչ որ չափ պարլամենտական երկրի բերումով նաեւ իմ կուսակցության վարչության անդամ լինելու բերումով կարող եմ մտնել այդ խոսակցության մեջ, հակառակ կողմի մասով ես կարծում եմ, որ ինքը լիազորված չի նման խոսակցություններ վարել եւ բայց դա ինձ չի կանգնացրել այնուամենայնիվ ես այդ հարցերը բնական է բարձրացրել եմ բայց մենք պետք է մի բան հասկանանք ինչ են ուզում իրենք եւ ինչ ենք ուզում մենք ուզում ենք որ հարցը մեկընդմիշտ փակվի իրենք նույնպես ուզում են որ հարցը մեկընդմիշտ փակվի այսինքն կոնֆլիկտ այո ես չգիտեմ կարող է Աստված մի արած եթե ես սխալվեմ բայց ես բացատրեմ թողեք վերջացնեմ խոսքը գնում է նրա մասին որ իրանք են ուզում բոլոր թղթերը ճակերտավոր նաև ապագայի համար այլևս ունենալ իրանց ընկալումը այո ճիշտ չի այն առումով որ սահմանության մեջ իրականում տենց խնդիր չկա որ սահմանության մեջի այդ որ իրանք բացատրում են իրավաբանական նույնիսկ առումով ինքը հիմնավոր չի բայց իրենց ցանկությունը հետեւյալն է իրանք ուզում են որ վաղը մյուս օրը ենթադրենք 10 տարի հետո 20 տարի հետո ինչ որ մի երրորդ ուժ նույնիսկ արտաքին ուժ չփորձի էլի երկու նախկին սովետական երկրներ իրար հետ կռվածնի իրանց միտումը դա է